Եվ այդպես Արցախի հիմնահարցի ծագումը ու ինչ բանակցային փաթեթներ ա եղել սեղանին։ Եվ այսպես Արցախի հիմնահարցը ծագել է նրանով, որ ցարական Ռուսաստանը օկուպացնելով Հարավային Կովկասը, միջև օկուպացնելը այսպիսի քարտեզ է եղել Երևանի խանություն, Աղջևան, այնտեղ Ղարաբաղի եւ այլ, այնտեղ Քութայիսի թագավորություն օկուպացնելուց հետո Ռուսը բաժանել է գուբերնիաների, առաջնորդվելով միայն մի սկզբունքով 1 միլիոն մարդու շրջանակում եւ գուբերնիաներն են Թիֆլիսի գուբերնիան, Ելիզավետապոլի, Երևանի, Քութայիսի, Թիֆլիսի, Քութայիսի, սա Կարսի մարզնա, Բաթումի մարզել օբլեստները։ Զուտ 1 միլիոն մարդու շրջանակում Արցախը հայտնվել է Սյունիքի հետ Ելիզավետապոլի գուբերնիայում եւ խորհրդայնացնելով այդ ամենը Լենին-Քեմալ պայմանագրով Արցախը մնացել է Ադրբեջանի կազմ, բայց քանի որ Սյունիքում Գայգին Նժդեհը հուժկու պայքար տարել շուրջ 2 տարի 1920 թվից 22 թվի սկիզբը դրա համար Արցախը Սյունիքը մնաց Հայաստանի կազմում, չմիացավ Նախիջևանի հետ ազերներին ու մինչև Լենինի ու բոլշևիկների, առավել ևս Ստալինի բարիդրացիական բանով չի եղել, էլի որ Սյունիքը մեզ մնացել, մինչև 1936 թվականը Գայգին Նժդեհի մեծ մասը Սյունիքից փախել են Պարսկաստան եւ գիշերները անցնելով Արաքսը գալիս են հայկական բնակավայրերով այն բոլշևիկներին, այն կոմունիստ լինի հայ, ռուս թե ազեր, ովքեր հայերին եղել են կամ Սյունիքը Ադրբեջանի գործընթացի մեջ են արել, տանով տեղով գնդակահարել են, դրա մասին դա խոսք չի ասում, դե որտեվ դա մեր փառահեղությունն է, այսինքն Գայգին Նժդեհից հետո Գայգին Նժդեհի աջակիցները 20 տարի Սյունիքը պահել են, որ չմտնի Ադրբեջանի կազմ։ Եվ քանի որ ռուսը գուբերնիաները սարքել միացրել 1 միլիոն մարդու առաջնահերթությունով, հետո մենք 88 թվականին Լենին-Քեմալ պայմանագրով վերահաստատվել է, մենք 88 թվականին վիճարկել ենք մեր ձևով, մեր ազգային շահի ձևով միացրել ենք մեր Արցախը, որը Նախիջևանի տարբերություն Նախիջևանի հայաթափված է եղել, ինչպես նաև այս Արցախի վերևը Սևանի Գեղամալերներից վերև Մուտիկի նահանգն է պատմական Գարտմանկը, որը նույնպես 70% հայկական բնակավայրեր է եղել։ Այդ ամենը 89 թվականի նոյեմբերին Հայաստանից եկան հրեշականները, հայ միլիցեք, հայ կագեբեիստներ, որոնք մեզ այդ Վազգեն Մանուկյանի Կլեմենտ Տեր-Պետրոսյանի կոմունիստների հրամանով, որոնք այդ ինքնապաշտպանություն կազմակերպողներին տանում էին Երևան, չեն ձերբակալում, բայց ձերբակալում էին, էլի խորհրդակցությունների եսեն օգնություն տալու համար, այնտեղ աչքի ընկնող մարդկանց տանում էին Երևան, պահում էին։ Ու բնակչության մեջ շփոթեցին, որ Կիրովաբադում հսկա բանա ուժը հավաքվել եւ հարձակվելու է հայության վրա, ամբողջը այս Գարտմանքի Շահումյանից Թովուշ շրջանը հայկական 70-80% հայկական գյուղեր ա եղել, Արցախից մի քիչ էր պակաս, Արցախը եթե 85% հայկական եղել, իսկ Գարտմանքը 70%-ից ավել է եղել հայությունը, էլի հայաթափել են, էլի այդ մեր կագեբեյա կրեմլյան նվիրյալների շնորհիվ։ Արդյունքում մենք մինչև 94 թվականը պատերազմել ենք, 94 թվականի մայիսին 2 ամսով զինադադար է կանգնվում, որ պիտի խաղաղություն 2 ամիս հետո պայմանագիր կնքվի եւ նոյեմբերի 9-ին 20 թվականին միանգամից զինադադար ու խաղաղության պայմանագիր չի կնքվում, էլի։ Հետո բանակցային սեղանին լինում է 95 թվականի հրադադարի ամրագրում, խաղաղությունը չի կնքվում։ 96 թվականի Լիսաբոնի գագաթնաժողով, որտեղ ԵՀԿ-ն տարածքային ամբողջականության բարձր կարգավիճակի շրջանակում Արցախին ու միջազգային անվտանգության երաշխիքները ներկայացնում 97 թվականի հունիսին այդ
Փաթեթային տարբերակն է լինում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ ու տարածքային հարցեր միաժամանակ լուծում է 97 թվականի հունիսին, սեպտեմբերին մի 3-4 ամսից փուլային տարբերակն է, նախ տարածքներն են տալի, ճանապարհներն բացում, հետո նոր կարգավիճակի հարցն է քննարկվում։ 98 թվականի ընդհանուր պետության հարցն է առաջանում կամ Արցախը որպես պետություն միանում է Ադրբեջանի պետական համակարգով ամեն ինչով, ոնց որ այնտեղ որպես հանրապետություն Նախիջևանից ավելի բարձր կարգավիճակում կամ միանում է Հայաստանին։ Այդ փաթեթն ա եղել, այդ փաթեթը պիտի ստորագրվեր, քանի որ 98 թվականին լինման նախագահական ընտրություններ, հետո 99 թվականին գարունը խորհրդարանական ընտրություններ, Վազգեն Սարգսյան ու Կարեն Դեմիրճյան կոալիցիայով անցնում են խորհրդարան, արդեն 99 թվականի աշունին պիտի կնքվեր այս մեկպետության կոնցեպտը ու Մոսկվան գալի հրապարակավ խփում է իր ամենանվիրյալ, ամենապրոֆեսիոնալ գործիչներին հրապարակավ։ Հետո գալիս է QUST 2001 թվականի պայմանագիրը, որտեղ Արաքսի ամբողջ ճափով, այնտեղ աղդամով պիտի հանձնվեր ու մեղրին, այս հատվածը Քաջարյանով մեղրիով պիտի հանձնվեր QUST-ով։ 90 հետո գալիս է 2004-6 թվականի Պրահայի սկզբունքը, փուլային տարբերակը, հետո վերափոխվում է փաթեթային տարբերակ, գալիս է 2007 թվականի Մադրիդային սկզբունքը, տարածքների վերադարձ, հետո միջազգային կարգավիճակ, հետո փախստականների վերադարձ, հետո արդեն միջազգային երաշխիքով հանրաքվեով Արցախը որոշում է մնա Ադրբեջան, լինի անկախ, թե մնա Հայաստանի։ 2009 թվականի թարմացված Մադրիդյան սկզբունքներն է, 2011 թվականի Կազանյան հանդիպումներ, որի հիմքը Մադրիդյան սկզբունքներն է, այսինքն փաթեթային կամ փուլային տարբերակով տարածքները հետ են տալի, վերջին տարածքները հետ են տալի, աղդամ այս Արաքսի շրջակայքի մեղրին հետ է, որից մնում է Լաչին ու Կերբաջարը մեզ, հետո Արցախի կարգավիճակից հետո Լաչին ու Կերբաջարը հետ է վերադարձում էլի Արցախին, հետո գալիս է Կազանյան սկզբունք, հետո 2016 թվականին գալիս է Մադրիդյան սկզբունք պլյուս արդեն այս Լաչինի ամբողջ այս տարածքները հանձնում է Արաքսի ափով, Լաչին Կերբաջար, բայց միջանցք է մնում, մինչև Արցախի հարցը լուծվում է, բայց հետո այդ ամենը մի քիչ փոխվում է, որ պիտի արդեն ստորագրվեր ամառը, ինչ-որ հրաշքով, քառօրյա պատերազմ են տեղի ունենում, մի քիչ դեզնեն, որ արդեն պիտի ստորագրեն, Սասնա Ծռերի միջադեպն է տեղի ունենում, դա գիտություն։ 2017 թվականին ընտրությունները, այդ ամենը սառեցվում է, 2018 թվականին Նիկոլն է հայտնվում, ու հանրապետականը 2018 թվականի մարտի 5-ին Նիկոլը Մոսկվա կինոթատրոնում միտինգ անում, գործից այդ վաղ տուն է գալու, 200-300 մարդ կլիներ, որից կեսը հաստատ պրոստը անցնող նայողներ են իմ նման, որ մի 5 րոպե կային գնացել են, բայց այդ Նիկոլը, որ մարտի 5-ին քաշ չուներ, հրաշքով ապրիլի սկզբից սկսում է քալյար, գալիս է Երևան արդեն մեծ միտինգով, ու մայիսի 8-ին հանրապետականը, դաշնակները ու Բարգավաճի մի քանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նշանակում են վարչապետ, մենք 2018 թվականին, ես Նիկոլին չեմ ընտրել, ոչ մի անգամ վարչապետը նշանակել հանրապետականը մայիսին 2018 թվականի քաղաքապետարանի ընտրություն օգոստոսին ու դեկտեմբերին ընտրություններին, այն ժամանակ Հայաստանի քաղաքացին է Նիկոլին ընտրում։